Երևանն աշխարհի հնագույն և զարմանահրաշ քաղաքներից է։ Այստեղ կարելի է շատ հետաքրքիրն ու անսովորը տեսնել։ Երևանը շատ հին քաղաք է։ Այն կառուցել է ուրարտական Արգիշտի առաջին արքան՝ մեր թվարկությունից առաջ 782 թվականին։ Քաղաքը գտնվում է ծովից բավականին բարձր մակարդակի վրա՝ շուրջ 1000 մետր։ Երևանը հաճախ անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շինությունների մեծամասնությունը կառուցված է վարդագույն տուֆից։ Երևանն ընդգրկված է ամենաանվտանգ քաղաքների 100-ակում։ Նո և Արարատ կոնյակի երկու գործարանները գտնվում են միմյանց առջև՝ Հաղթանակ կամրջի մոտակայքում։ Քաղաքում գործում է մետրոպոլիտենը, որը բացվել է 1981 թվականի մարտի 7-ին։ Այն ունի 1 գիծ և 10 կայարան։ Մայրաքաղաքում է գտնվում Հայաստանի ամենամեծ եկեղեցին՝ Երվանդ Քոչարի փողոցում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին։ Այն հիմնվել է 1997 թվականին։ Նախագծի հեղինակը Ստեփան Քյուրքչյանն է։ Հայաստանի մայրաքաղաքն ունի տարվա մեջ միջինը 300 արևոտ օր, այստեղից էլ Արևոտ Երևան անվանումը։ Երևանը իր հնությամբ անգամ գերազանցում է Հռոմին։ Երևանի տարածքը մշտապես բնակեցված է եղել։ Երևանում հայտնաբերված հնագույն բնակավայրը Հրազդանյան քարայրն է։ Այն գտնվում է Երևանյան լճի մոտ։ Այն Մուստերյան շրջանով 100,000 տարվա վաղեմություն ունի։ Երևանի անվանման մասին ամենահայտնի ավանդազրույցն ասում է, որ ջրհեղեղից հետո Նոյը Արարատ սարից տեսել է ցամաք ու բացականչել՝ երևաց, որն էլ հետագայում ձևափոխվելով դարձել է Երևան։ Տեսարժան վայրերը։ Երևան քաղաքի կենտրոնում է գտնվում Հանրապետության հրապարակը, որտեղ մարդիկ երեկոյան զբոսնում են ու հիանում երգող շատրվաններով։ Այստեղ են գտնվում նաև Հայաստանի ազգային պատկերասրահը, կառավարության և նախարարությունների շենքերը։ Ամենագեղեցիկ կենտրոնական փողոցներից են Աբովյանը, Թումանյանը, Սարյանը, Տերյանը, Բաղրամյանը և այլն։ Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն առանձնանում են իրենց հարմարավետ գույներով, բացօթյա և գույնզգույն սրճարաններով, փողոցային երաժիշտների գեղեցիկ ու հետաքրքիր կատարումներով և, իհարկե, ջերմ ու տարբերվող երևանցիներով։ Երևանի դեմքի բաղկացուցիչ մասն են կազմում Օպերայի շենքը, Կասկադը, Կարապի լիճը, Պատմության թանգարանը, Մատենադարանը և այլն։ Կասկադ համալիր նախագիծը դեռևս 1924 թվականից ընդգրկված էր Երևանի գլխավոր հատակագծի մեջ։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Կասկադի ստեղծումով ցանկանում էր միմյանց կապել Երևանի կենտրոնական և հյուսիսային հատվածները։ Այս նախագիծը կյանքի կոչվեց հետագայում՝ 1970-ական թվականներին Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի, իսկ ավելի ուշ 2002-ից 2009 թվականներին ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից։ Կասկադի աստիճանների թիվը 572 է, հիմքից մինչև վերին հարթակ 450 մետր է, լայնությունը 50 մետր։ Համալիրը երևանցիների շրջանում հայտնի է Կասկադ անունով, քանի որ այստեղ էր գտնվում հին Կասկադը՝ փոքր ջրվեժով ու ձկների գունավոր խճանկարով։ Կասկադ համալիրի ներսում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որի նպատակն է Հայաստանում ներկայացնել ժամանակակից արվեստի յուրօրինակ ստեղծագործությունները և աշխարհին ցուցադրել հայկական մշակույթի լավագույն նմուշները։ Մատենադարան։ Մատենադարանի ձեռագիր հավաքածու խոշորագույններից է աշխարհում։ Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450,000-ից ավելի արխիվային փաստաթուղթ, 3000-ից ավելի հնադիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է, մնացածը օտարալեզու՝ հունարեն, լատիներեն, եբրայերեն և այլն։ Այստեղ պահպանվում են թարգմանական եզակի նմուշներ, որոնց մայրենի լեզվով բնագրերը չեն պահպանվել։ Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը 405 թվականին թագավորանիստ Վաղարշապատում։ 1920 թվականին Մատենադարանը պետականացվել է։ 1939 թվականին Մատենադարանը տեղափոխվում է Երևան։ Երևանում Մատենադարանի շենքի կառուցումը սկսվել է 1945 թվականին ըստ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծի և ավարտվում 1957 թվականին։ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ 1959 թվականին այն վերածվում է Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, իսկ 1962 թվականին այն անվանակոչվում է Հայոց գրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անունով։
Մատենադարանում է գտնվում հայկական ամենամեծ գիրքը՝ «Մշոջ առընտիրը», որը կշռում է 28 կգ և ամենափոքրը՝ 190 գրամ։